Այսօր ես ուզում եմ շատ կարևոր մի քանի հայտարարություններ անել կապված Սահմանադրության, Հայաստանի Հանրապետության անկախության հռչակագրի եւ ընթացող process-ների վերաբերյալ։ Ուրբաթ օրը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարճ տեսանյութ նկարահանեց, որտեղ խոսում էր այն մասին, որ Հայաստանի բոլոր քաղաքական ուժերը բաժանվում են երկու խմբի։ Պատերազմի ուժեր, ովքեր Հայաստանն ուզում են տանեն պատերազմի եւ կործանեն Հայաստանը, եւ խաղաղության ուժ, որը նա գտնում է, որ միակ ուժն է խաղաղության ուժը, անգամ իր պարտնյոր իր հետ կոալիցիա կազմած օրինակ Արամ Զավենի Սարգսյանի կուսակցությունը չի դիտարկում այդտեղ, ասում է միակ ուժը մենք ենք, ինքը ասում է, եւ ասում է խաղաղության ուժի հետևից եկեք, իմ հետևից եկեք մեր օգտին քվեարկեք, ինչ նկատի ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ուզում եմ շատ կարճ ռեպորտաժով կիսվել բոլորիդ հետ։ Հայաստանի անկախության հռչակագիրը Հայաստանի ղեկավարը համարում է պատերազմի վտանգ։ Իշխողուժը դեմ է, որ մայրօրենքում լինի անկախության հռչակագրին հղում։ Քաղաքացիական պայմանագրի կուսակցությունը միակ ուժն է, որ ասում է նոր սահմանադրության մեջ պետք է անկախության հռչակագրին հղում չլինի։ Հայաստանի Սահմանադրությունից անկախության հռչակագիրը ջնջելը Ադրբեջանի պահանջն է։ If we just trying to simplify the situation, we'll only focus on a peace agreement. Եթե կենտրոնանանք միայն խաղաղության համաձայնագրի վրա, չլուծելով սահմանադրության հետ կապված խնդիրը, դա կնշանակի, որ խաղաղության համաձայնագիրը 0 է, որովհետև կհարկասի երկրի մայր օրենքին։ Եվ այս խնդիրը մենք արդեն 2 տարուց ավելի է բարձրաձայնում ենք։ Contradictory to the main law of the country, which is not the case. Սա կոնֆլիկտի հռչակագիր է։ Եվ եթե մենք գնում ենք այդ ճանապարհով, ուրեմն կոնֆլիկտը անխուսափելի է։ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները երկար ժամ Նախ ուզում եմ ասել, որ Հայաստանի ղեկավարը, երբ որ ասում է մեր անկախության հռչակագիրը կոնֆլիկտի հռչակագիր է, դրանով նա ըստ էության ցուցմունք է տալիս իր պետականության դեմ, որ իր երկիրն է, որը կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն նա համարում է, որ Հայաստանն է կոնֆլիկտ է հրահրել։ Այսինքն սովետական միության փլուզման ժամանակ, փլուզումը, դրանից հետո, այսինքն նա պնդում է, որ մենք ենք կոնֆլիկտը հրահրել։ Մինչդեռ սա ադրբեջանական թեզ է, սա ադրբեջանական նարատիվ է, եւ Ադրբեջանը մեզ մեղադրում է, որ մենք կոնֆլիկտ ենք հրահրել։ Իրականությունը հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունը կոնֆլիկտ չի հրահրել։ Ադրբեջանը սկսել է քաղաքականություն, երկար ժամանակ վարել է, հետո ավելի է սրել այդ քաղաքականությունը, որը ուղղված է եղել իր սովետական միության տարածքում բնակվող հայերի դեմ եւ այն հայերի դեմ, ովքեր ունեցել են քաղաքական իրավունքներ, այսինքն ինքնավարություն, Լեռնային Ղարաբաղը ունեցել է ինքնավարություն։ Քանի որ Լեռնային Ղարաբաղի էջը ըստ էության փակված է, ցելի այնեքսներ, եւ որի ֆրասմեն էջը ուժեր կան չեն փակում, դա պատերազմ կբերի, բան խափում են, ստում են, որ դրանով ձեր ձայները տանեն։ Խափում են, որ ասում են կա Ղարաբաղյան շարժում, եւ այդ շարժումը հիմա որ շարունակում է, տանում է պատերազմի։ Հայաստանում Ղարաբաղյան շարժում գոյություն չունի, եւ այդ շարժումը ավարտված է, այդ էջն էլ փակված է։ Հիմա այս ինչ որ ուզում անի, փակում է Հայաստանի էջը։ Այսինքն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության պրեամբուլայից նախաբանից անել սահմանադրության պրեամբուլայից հանել անկախության հռչակագրի հղումը նշանակում է Հայաստանի ծննդականը մայր փաստաթղթի տակից հանել, այսինքն չկա նման պետություն։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի այս գործողությունը պետք է սրա դեմ պետք է պայքարեն բոլոր անկախական մարդիկ, ովքեր ուզում են որ Հայաստանը լինի անկախ երկիր, ինքնիշխան երկիր։ Նա հիմա գործում է Հայաստանի Հանրապետության անկախության դեմ։ Այս մասը անցանք, որ բացատրեցի, որ ոնց է ցուցմունք տալ, դեռ կոնֆլիկտը մենք չենք սկսել, կոնֆլիկտը սկսել Ադրբեջանը, մենք պաշտպանվել ենք, գնացինք առաջ։ հայտարարում են, թե սահմանադրություն փոխել չփոխելը Հայաստանի ներքին գործն է։ Հետո էլ Սահմանադրական դատարանը քննեց ու որոշեց, ոչ մի տարածքային պահանջ չկա մայրօրենքում։ Անկախության հռչակագրի հիշատակումը իրավական ուժ չունի։ Փաշինյանը բարձր դատարանի որոշմանը հղումանելով էր արձագանքում Բաքվին, թե հարևաններից տարածքային պահանջ չունի Հայաստանը, բայց ադրբեջանական իշխանությունը չնահանջեց։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելու նախապայման դարձրեց հարցը։ Ով համաձայնա, եկեք իմ հետևից։ Նոր սահմանադրության տեքստը դեռ պատրաստ չէ Սիրելի հայրենակիցներ, Սահմանադրական դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն եւ բոլոր երկրներում այդպես, ասենք երկիր կա Գերագույն դատարանները, Միացյալ Նահանգներում Գերագույն դատարանը մեկնաբանում է իրենց սահմանադրությունը։ Հայաստանի Հանրապետությունում մեր Սահմանադրական դատարանը միակ մարմինն է, որն իրավունք ունի մեկնաբանելու սահմանադրության մեջ գտնվող ամեն տառը, բառը, չգիտեմ ասում են, սահմանադրության ոգին, հա, ոգին մեկնաբանում է, բան, այսինքն ուրիշ մարմին չկա, դա ոչ Նիկոլ Փաշինյանն է, ոչ իր մտերիմ Իլհամ Ալիևն է, ոչ Ռեջեփ Թայիփ Էրդողանն է, ոչ Ջեյհուն Բայրամովն է, ոչ Հիկմետ Նահաջիև, չէ, մեր Սահմանադրական դատարանն է դրա այդ մարմինը։ Մեր Սահմանադրական դատարանը քննելով այս հարցը, ասել է, որ այդ պրեամբուլայի հղումը բացարձակապես տարածքային որևէ պահանջ չի ընդհանրում հարևան երկրներից, որևէ երկրից։ Եվ հետեւաբար կարիք չկա, որ մենք պրեամբուլայից հանենք։ Հիմա Փաշինյանը ասում է, որ ԿՊ-ն որոշել է, որ պետք է պրեամբուլայից, այսինքն Սահմանադրության նախաբանից, այս լեզվով խոսամ, ոչ իրավաբանական, պետք է դուրս գա անպայման։ Պետք է հանվի ու եկեք իմ հետևից, ով չգա, ով իմ հետ չգա Ղարաբաղյան շարժումը փակելու, նա ուզում է պատերազմ, այսինքն ինքը իր ժողովրդին շանտաժ անում, բայց դրա արդյունքում վերացնում է Հայաստանի անկախության հիմքը։
Այսինքն ոնց որ մի հատ երեխա է ծնվում, չէ, ունենում է ծննդյան վկայական ակտ, որ ծնվեց, այսինքն ծննդատան թղթը թուղթը տանում են ԶԱԳՍ ծննդյան վկայական, չէ։ Ինքը ուզում է վառի այդ ծննդյան վկայականը, ոչնչացնի, որ չլինի այդ երեխայի ծննդի վերաբերյալ որևէ փաստաթուղթ։ Որովհետեւ այդ երեխայի ծնունդը, այսինքն Հայաստանի Հանրապետության ծնունդը վիճարկեն մեր հարևանները Ադրբեջանը, Թուրքիան, ուրիշ հարևաններ էլ կարող են վիճարկեն, բացարձակապես ես չեմ որևէ մեկի բանանում, բայց տարբեր երկրներ կարող են վիճարկեն։ Եվ ինքը երկիրը տանում է մի հատ ազգակործան process-ի, որովհետև նայեք, եթե մենք ընդունում ենք որ համանդրությունը տարածքային պահանջ ունի, որը չունի մեր սահմանական դատարանը ասում չունի, իր ասելով սա կոնֆլիկտի բանա հռչակագիր, եւ գնում ենք դա փոխելու, այսինքն գնում ենք հանրակրվեի։ Եվ հանկարծ հանրակրվեին չի անցնում։ Ալիևը կարող ասի, տեսակ դուք ընդունեցիք որ տարածքային պահանջ ունեք, բայց դա չեղավ, հետեւաբար դուք այդ տարածքային պահանջը ոչ թե ուներ են ժողովուրդը, որ 95 թվին ընդունեց համանդրությունը, եւ հռչակագիրը դրանից առաջ, այլ նաեւ այսօրվա ժողովուրդ ունի տարածքային պահանջ եւ ես կամ ձեր դեմ պատերազմեմ։ Այս մեկ, այսինքն երկիրը փուրն է տալի այս իրակվարած քաղաքականությամբ։ Երկրորդ տարբերակը, պատասխան գնում ենք ժողովուրդը գնում է Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի ոգեշնչմամբ տոգորված գնում է տեղամասեր, ինչ ես բացառում եմ ըստ էության։ Եվ ասում է, այո, մենք կողմ ենք հանեք համանդրությունից նախաբանը եւ դրա համար բան արեք։ Ընդունում ենք Ալիևն ինչ ասում է, էսել ենք կատարեմ։ Չի եղել դեռ պայման պահանջ որ չենք կատարել։ Հետաբար որ ասում են ադրբեջանցիները չեն գալու լավ դա հավայի բանա, բանա չի եղել պահանջ։ Այդ մարդը չի եղել մի բան որ Նիկոլը չանի։ Հիմա ինչ գարանտիա եք ասում որ այն մյուսները չի անելու է, սաղ անելու է։ Հիմա եթե հանկարծ գնում ենք ասում ենք այո եւ այդ պահանջը կատարում ենք, երկրորդ տարբերակն եմ ձեզ բացատրում։ Մենք վերացնում ենք մեր ծննդյան վկայական։ Այս երկիրն ունենալու է ֆունդամենտալ խնդիրներ դրանից հետո։ Կարող չճանաչեն այս պետությունը։ Այսինքն Հայաստանը կործանում է ժողովուրդ։ Մենք ոչ պատերազմ ենք ուզում, ոչ պատերազմի կուսակցություն ենք, ոչ պատերազմ կա, ոչ կարա լինի, որովհետև այսօր պատերազմը խաղաղության soft power-ով է, փափուկ ուժով է տեղի ունենում։ Վերացնում են մեզ փափուկ ուժի միջոցով։ Նիկոլ Փաշինյանի եւ մյուսների գլխավորությամբ, նրանց ձեռամբ։ Եվ հիմա ասելի հայնեքստեր, ոչ թե մեզ պետքա ասել որ սահմանության հանրակրվի լինի գրանք դեմ քվեարկենք, չէ պետքա ամեն ինչ անել որ չլինի այդ հանրակրվեն։ Ոնց է հնարավոր անել որ այդ հանրակրվեն չլինի։ Պետքա Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ։ Մայիսի 7-ից հետո։ Այ եթե ինքը չի լինի վարչապետ, այս իր տված խոստում էս պայմանավորությունը վերանում է։ Մենք հանրակրվեն չենք փոխում, հանրակրվե չենք անում, համառությունը չենք փոխում այդ ձևով, չենք հանում համառության մեջից մեր անկախության հռչակագրի հղում, այսինքն մեր ծննդյան վկայականը չենք ոչնչացնում ու համառական դատարանի որոշումով, որ տարածքային պահանջ չունենք։ Շարունակում ենք բանակցությունները եւ ընկնում ենք խաղաղության համաձայնագիր։ Էսա պետք է ինքը դուրս գա այդ արանքից, ասում ենք եթե ինքը մնում է, իրան օգտագործում են այս երկիրը վերացնելու համար, ինքն էլ լծված է այդ process-ին։ Հիմա անդրադառնամ ինձ։ Ես ընդգրկվել եմ Սահմանադրական բարեփոխումների խորհրդում 2000, եթե չեմ սխալվում, 21 թվականին։ Այդ խորհուրդը պետքա փոխեր Սերժ Սարգսյանի կոստյումը, այսինքն այս ստոր, այս կեղտոտ, այս Հայաստանի գլխին այսքան արհավիրք բերած տականք, չգիտեմ ինչ բառ օգտագործեմ, Սահմանադրությունը պետքա փոխեր։ Այդ խորհրդի աշխատանքները ընթանում էր, մինչև այն պահը, որ վարչապետը գնաց ռադիո եւ հարցազրույց տվեց հունվար ամսին, որ մենք կարմիր շորերով ենք եւ ցույց ուզում եմ մեր արցակի դի կարմիր շորերը հանենք։ Դրանից հետո մենք բավականին սուր խոսակցություն ենք ունեցել, ես եւ ինքը, որից հետո այդ ժամանակ նաեւ հասունացել էր մնացած այլ հարցերով էլ, վերջնականացրեց այդ պահին ես հրաժարական ներկայացրեցի եւ դուրս եկա։ Նկատի ունեմ հատուկ հանձնարարությունով դեսպանի պաշտոնից։ Բայց շարունակեցի մնալ խորհրդում, որ հանկարծ եթե իրանք բերեն պրեամբուլայի հանումը, նախաբանը, ես դեմ քվեարկեմ։ Գոնե մի մարդ դեմ քվեարկի։ Վերջը ես լսել եմ որ խորհրդում էլի մարդիկ կան, ուզում են դեմ քվեարկեն։ Վստահ չեմ, բայց կապրենք կտեսնենք։ Հիմա ես հարց ունեմ, ես այն օրը որ Ալիևը ասել է Հայաստանը տնային աշխատանք ունի, գնացեք ձեր տնային աշխատանքը արեք, եթե չեմ սխալվում կատարում էր որտեղ էր։ Դոհաում էր, չգիտեմ, էական չի որտեղ էր ասում։ Ես այդ օրը հարցերից տվեցի, ասեցի ես Ալիևի տնային աշխատանքը չեմ կատարելու։ Եւ հետեւաբար ես այդ օրվանից չեմ գնացել Սահմանադրական խորհրդի նիստերին։ Մեծ հաշվով բոյկոտում եմ։ Եվ այստեղ շատ կարևոր բան կա։ Հիմա Լորդ ջան, մեզ պարտադրում են Ալիևի պահանջները, որպես տնային աշխատանք խելոք նստել կատարել։ Այս խորհուրդը Սահմանադրության չի փոխում Սերժ Սարգսյանի կոստյումը։ Ուղղակի կոսմետիկ մի քանի բան են անում, ուզում եմ ձեզ իրազեկեմ, եւ վերջում հանգեցնելու են նրան, որ պրեամբուլան է փոխեցինք, նոր Սահմանադրության տեքստ ունենք։ Էս է լինելու։ Ես ձեզ հիմա էլ ընդեղել եմ ասել, խորհրդում եմ ասել, ես դեմ եմ քվեարկելու, ես դեմ եմ, դրա մասին խոսակցություններ եղել է, էլի մարդիկ են ասել որ կա դեմ քվեարկեն։ Հիմա էլ եմ ասում, բայց ես այս պայից սկսած, ես անիմաստ եմ համարում այդ խորհրդում իմ լինելը։ Ինչու՞, որովհետև արդեն նախանշված, այսինքն ինքը անբեկանելի է, այսինքն տեղել հարց չի քննարկվում։ Վարչապետն ասում է որ 100% անես մենք հանեմ ենք, պրծավ։ Եվ ավելին, այն հեղափոխության ժամանակ եղած այն խոստումները, մեր այդքան լոբին գարած 2014 թվից 15 թվին որ սահմանությունը ընդունվել է, որ այս սահմանությունը արհավիրք է բերել երկրի գլխին։ Պետք է այն փոխել, այս խորհուրդը չի կատարում։ Եվ իմացեք սիրելի հայրենակիցներ, որ վաղը մենք գնանք պարլամենտ այս ընտրություններից հետո, մենք այս սահմանադրությունը փոխելու ենք։ Սարքելու ենք սահմանադրություն, որը սուպեր վարչապետական չի։ Այն այլանդակությունները, որ երկրում տեղի ունենում, նաև այս սահմանության պատճառով է, որ չկա հակակշիռներ, փոզսպումներ։ Եվ այդ ամեն ինչը մենք պետք է փոխենք։ Ես այդ նպատակներն եմ իմ առաջ դրել, որ փորձել եմ այդտեղ իմ ներդրումը որպես սահմանադրական իրավունքի մասնագետ ունենալ։
Բայց բարձում է ինչ բարձում է մենք պետք է Ալիևի հրահանգները կատարենք եւ Ալիևի բանը Ալիևի ինչ հրահանգները տնային աշխատանքը բանը կատարենք տնային աշխատանքն է սա մեր եւ սա խաղաղության հետ կապ չունի չխափվեք մնացածը ստեղից եթերը անդրադառնում է Մեսրոպ Մաշտոցին կաթողիկոսին եկեղեցուն որ սա ուզում են պատերազմ լինի բան ինչ ասում է սա իրականության չի համապատասխանում եւ վերջին բանը ասեմ ասում է որ այն ժամանակ ես գոռացել եմ Արցախ Հայաստանը եւ վերջ եւ երբ որ պահներ այդ պայքարելու չեկան իմ հետ պայքարեն բան ուրեմն 44 օրյա պատերազմի առաջին օրից ամբողջ երկիրը բոլորը դիմադիր ուժերը իրանց տարածությունները դրել են մի կողմ եւ լծվել են այդ պատերազմին բոլորը լծվել են այդ պատերազմին այդտեղ որևէ վեճ բան չի եղել գոնե մինչեւ օգոստոբերի 19-ը երբ որ առաջարկել պատերազմը կանոնեցնել չի եղել որևէ ներքին խժդժություն դա ինձ հետո չի եղել եղել արդեն փակ հուսակցություններ չի եղել հետաբար երբ որ պատերազմը եղել բոլորը քո հետևից եկել են բոլորը քո հետևից եկել են բայց ուրիշ բան է տեղի ունեցել եթե դու այն ժամանակ սխալ ես հաշվարկել հետո եկել ես հիմա ընդունել ես պրիզնատ ես եկել խաղաղության պլանը եղել դու մերժել ես ու ոչ մեկը չենք իմացել դու խաղաղության պլանը ես մերժել ոչ մեկը չենք իմացել ու գլխավորությամբ գնացել ենք պատերազմ հավատալով որ էսա միակ ճանապարհը վերջում բարձում է խաղաղության պլանը եղել մերժել ես վերջում բարձում է պատերազմ պարտվել ենք որտեղ բարդակ եղել կառավարում չի եղել ու էլի 1000 պատճառ ու հիմա եկել ես ասում ես պատերազմի ժամանակ երբ այդ պայքարին վաղ չեք եկել դե հիմա պետք է սենց անենք իսկ հարց ոնց է ալնում որ այն ժամանակ դու ընդունում ես որ սխալ ես վերլուծել, սխալ ես կանխատեսել դու։ Հետեւաբար սենց է եղել, այսինքն որ գնացել ինքը ընդունում է, որ գնացել Արցախ գոռացել է։ Արցախ Հայաստանը եւ վերջ։ Այդ ժամանակ ինքը ընդունում է, որ ինքը սխալվել է։ Դե հաց առաջանում։ Բա որ դու այդ ժամանակ սխալվել ես։ Մենք ինչ երաշխիք ունենք որ դու այսօր չես սխալվում։ Ես վստահ եմ որ դու այսօր ես հենց այդա սխալվում։ Այն ժամանակ էլ ես սխալվել։ Եվ ես քո սխալների պատճառով մենք անդադար ես երկիրը ջախջախի չարվածների մեջ ակնենք։ Արդարադատության նախարարը խոստացել է այս ամիս կլինի։ Ու մինչ այդ Նիկոլ Փաշինյանը փաստացի ամեն աղմկոտ հարցի պատասխանը տվեց։ Անկախության հռչակագիրը չի լինի։ Արցախը Հայաստանը եւ վերջ Նիկոլ Փաշինյանը միայն Հայաստանի անկախության հռչակագիրը չէ, որ համարում է պատերազմի վտանգ։ Այսինքն դա չէ ասել, ասում եմ դեմս կդնենք ասեն ես եմ ասել լայվի մեջ ասում։ Հա դու ես ասել եղբայր։ Բա որ դու ես ասել, բա որ դու ես ասել։ Այստեղ հարցը չի առաջանում։ Բա որ դու ես ասել։ Մտածում ես որ այդ ժամանակ սխալ ես արել։ Դու գորված ես եղել այդ բաներով բան։ Ինչ երաշխիք կա որ դու այսօր ավելի ճիշտ ես։ Դու չես կարողանում որևէ միջազգային իրավիճակ հաշվարկես։ Ամենաթարմ օրինակը Իրանում ընթացող պատերազմը։ Դու ոչ մի process չես կարող հաշվարկես, թե ոնց պետք է լինի։ Միակ բանը, որ կարող ես հաշվարկես, կարողանում ես հաշվարկել քու նախկինների կռիվը, ոնց սարքես, որ դու վերընտրվես։ Մենակ էտա քու մոտ լավ ստացվում։ Դու դրանից ես լավ։ Դու ուրիշ ոչ մի բանից լավ չես։ Ու դու դա լավ գիտես։ Այսքանն է ուզում ասեմ։ Հետեւաբար սիրելի հայրենակիցներ, պետք է ամեն ինչ անենք, որ հունիսի 7-ից հետո այս իշխանությունը չլինի իշխանություն, որովհետև թե սահմանադրության հանրակրվեի մեզ տանելը այդտեղ այոլն էլ է խնդրեմ, ոչն էլ է խնդրեմ։ Երկու պարագայում էլ երկիրը տանում են ջախջախի չարվածների։ Մենք դա թույլ չենք տալու, ես դա փորձել եմ անել սահմանադրական խորհրդում, հիմա էլ փորձելու ենք անել սպասող խորհրդարանական ընտրություններ։ Հետաբար կանգնեք մեր կողքին եւ օգնեք, որ այս երկիրը այս վիճակից հանենք։ Շնորհակալ եմ, խնդրում եմ տարածել այս նյութը, սա շատ կարևոր է եւ Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։